Ապտի ոտերը ջարդեր, հասկանում ես սամ, դու իմ ոտերը պի ջարդեր, որ ես այս չանեի։ Լավ էլի վարոս։ Արա հա լուրջ եմ ասում, դե հետս կոպիտ էլ է, պի ոտերը ջարդեր, մենիսկներս պի ճակասներ, ոտիս եղուներս պի կարճ կդրեր, հետո պլասկակումցիվ քաշեր, որ հասկանայի։ Ինչ ես արա, ախմախ դուրս տալի է։ Արա գոնե մի հատ հավեսոց ես թաթալոշ տայիր, էլի արա։ Հա, մյուս անգամ տենց կանեմ։ Հա, մենիսներս չմոռանաս, կճակսնես։ Չէ, լավ ջուր լսնես, հա, ջուր կլսնես։ Սամջան, մեր խատեն մալ վատ բան է եղել։ Նիա, էլի վատ բան արա, սրանից վատ բան էլի չկլնի։ Հələ ասա տենա մասը ինչ է եղել։ Սամջան, ջամշի շտիկ նոժն վերցեցի, որ դարակը սարքի։ Էն էլ կացինք շարմանք, դրեցի դարակի վրեն։ Հետո եկանք տեսանք չկա։ Հələ ոչ չկան արա։ Ուր է շտիկ նոժարը, հա? Ինչ է լավ, ցնդեց, հա, գոլորշիացավ գնաց։ Ուր է ձենքը, ձեզ եմ հարցնում։ Տղեկ, այդ ինք իրան չեր կարա կորել։ Բասեղ չի։ Այդ ինչ որ մեկը վեկալել է։ Ես գիտեմ ով է վեկալ է։ Ուր է ձենքը, Հակոբյան։ Ուր է շտիկ նոժարը, հա? Գույտ է։ Վարոս ջան, ես չգիտեմ, ես տեղյակ չեմ, նոր եմ եկել, ինձ բան մի ասա։ Դու բանում ասեմ, արա։ Ով ստեղ աղան իրանց ասես, ինչի։ Արա որ ստեղ աղի իրանից սպասելի չի արա, մենակ դու կանեիր տես բանանեի։ Տղեկ, եթե ձենքը չգտնվի, ինձ էլ օրապային էլ պատասխանատվության են ենթարկելու, որտեղ իմ հերթապահության ժամանակ ա եղել։ Դու вообще սորապայի պետք է ստեից քշել արա, լսի ինչ եմ ասում քեզ այդ տաղա։ Մեզ որի օր չեպեն ես մեր վրա բերում, հա արա։ Գոյդ է։ Իջես ձենքդ ուրիշին տվել։ Լավ, վարոց։ Հիմա մտածեք, թե որ Գասպարյանը գա ինչ եք պատասխան տալու։ Հիմա ես էլ որ ասեցինք այդ մարդու մի ֆակտ եք խփի։ Ախպեր, ես կեթամ կսեմ, որ ես եմ, են ինչի մեղավոր են ես եմ։ Դու մենակ չես մեղավոր, է։ Սաղդ եք մեղավորը։ Կամ էլ թե չէ որ գնացի ասեցիր ինչ։ Կհայտնվի ձենք, հա։ Բաշկա։ Ազատ։ Հա։ Գասպարյանը եկավ, հիմա տեսեք թե ինչ ա լինելու։ Թորեն։ Գրացի Բաղդասարյանին։ Ինչ ասեցին, պարոն կապիտան, երբ են բերելու Մինասին։ Տաճկի սաղը սպասում թե երբ պիտի Մինասին բերեն։ Բայց այսօր կբերեն, չէ։ Հա, կբերեն։ Ես տխուր ես երևում, Մուսայել եմ։ Աչքիս հասկացել ես, որ Մինասյանի տեղը գուբախտում է։ Պրծանք է չեպեներից, պրծանք։ Բայց ոչինչ էլ է, ենքան եք վազելու, կաշինու ոսկորդեն է մնալու մենակ։ Պարոն կապիտան, չենք պրծել չեպեներից։ Ոչ ենք պրծել։ Էլի բան է եղել։ Ճիշտ այդպես։ Թույլ կտակ զեկուցել, պարոն կապիտան։ Ո՞ւր եք ասում եմ։ Սապլյակների մեկը սապլյակ էլ սպասիլ, հա։ Արա դուք ուզում եք եսի ֆարս տանան ձեր ձեռը։ Գրասեք թող Բաղդասարյանը դեզանոց զբաղվի, վերջ։ Հասեք հրամանատարի մոտ։ Տեսակ ինչ արի կարա։ Լավ, в общем սենց, ձեզ 5 րոպե ժամանակ եմ տալի, այդ 5 րոպեում չգիտեմ ինչ եք անում, ոնց եք անում, գլուխներդ եք պատով տալի, թե պատն եք ձեր գլխով տալի, այս տիկնոժը գտնում եք ու ձեռները գալիս եք վաշտ, հելակ, դու գնա ինչ ես կայն է? Սամ, դու ուր ես գնում, Սամո! Չհասկացա, քո զենքը ինչ ես ուրիշին տվել։ Գասպարյան, դու չես հրանգավոր է։ Հրանգավոր է, պարոն գնդապետ։ Ջամշոյան, դու չգիտես, որ զենքը ուրիշին տալ չի կարելի։ Ճիշտ այդպես։ Այն չես տվել։ Ես սխալ բան եմ արել, պարոն գնդապետ։ 1000 անգամ ներողություն եմ խնդրում։ Խնդրեմ, պարոն գնդապետ։ Լավ, ես էլ ինչ անեմ, ես հատել ոնց բացատրեմ, որ հասկանամ։ Հիրումյան, լավ ասենք տվել է, սխալ արել։ Բա դու զենքը ինչ ես կորցրել։ Պարոն գնդապետ, ես պահարանս էր կսարքի, հետո որ կանչի շարվելու, կացինք շարվանք, եկանք տեսանք չկա։ Բայց ինչ ես թող այնտեղ։ Թե քո համար մեկ է, թե քո ընկերոջը ինչ կասեն, թե իրան ինչ պատիժ կտան։
Հրեական պատասխանատվության կենթարկեն թե չէ։ Ոչ մի կերպ, պարոն գնդապետ, մեկ չի։ Որ մեկ չլիներ, անուշադրության չէր մատնում, Փիրումյան, ու զենքը չէր շպրտի գնայր։ Այս տղեն եկել է ինձ մոտ, քո համար արձակման թուղթ է խնդրում ինձանից, որ դու գնաս նշանածիդ մոտ ու ճանապարհես։ Իսկ քո համար մեկ է, թե զենքի համար իրան ինչ կա։ Այդ լավ է, որ ազդվել գիտես։ Այդ նշանակում է, որ խիղճդ չես կորցրել։ Խառը օրեր արա։ Էս կյանք չի ապեր, էս խառը երազ է։ Հալա վայ չտիկնոժը որտեղից մանգան գտնենք արա։ Պատից։ Ոնց պատից։ Հա, բա Վարոսը չասեց, ասեց գնացեք որտեղից ուզում եք ճարեք, ուզում եք գլուխներդ պատին խփեք։ Հասկանում ես, քո գլուխը չուգունից է, դու որ խփես պատին, մի բան կլինի էլի, կարող է դանակը գա, ասենց ընկնի, մաս փորձի։ Արա բայց դու ինչ հումորներով ես համարցում։ Խելալի, ծիծաղում ես։ Տղեկ, եկեք գնանք Վաշտի հետևը նայենք։ Կարող են հողերի մեջ ընկած լինի։ Բայց խի հիմա դանակի սեզոնն է։ Դանակի սեզոնը աշնան է, չէ՞։ Հա, ապեր, ես տենց գիտեմ։ Հիմա հասկանում ես, հələ փոքր է, հələ որ լանցետ է, պետք է մեծանա, նոր դանակ դառնա, հասկանում ես։ Ես ասում եմ, կարող է պատոհանից ընկել է։ Ես շատ իմանամ։ Ապեր ճիշտ ես ասում, հələ գնա էլի, գնա մի հատ դու նայ։ Գնա մի հատ նայ քո համար, տես, մեկը տեսար կտա։ Ապեր, բայց որ հասած չլինի հանգարց չքաղես։ Արա վայ, բարձր արածի։ Արա, բայց խելալի, անընդհատ ծիծաղում ես, հա, կարող է ինչ-որ տենց ֆունկցիաներդ խառնվել է իրար, բան, հա։ Արա, նես բաներ ես ասում, ոչ չխնդամ։ Բայց դու հիմա չպետք է խնդայր, մի տեսակ աննորմալ ռեակցիաներ ես տալի, գիտես։ Լավ, արի գնանք տենանք այդ դանակը որտեղից ենք ճարում, է։ Լավ, այ գնացինք։ Բայց լսի ամբարձում։ Արի գիտես ինչ անենք։ Արի առանձին մանգանք։ Ես գնամ ուրիշ տեղ մանգամ, դու ուրիշ տեղ։ Տենց ավելի շուտ կգտնենք, էլի։ Այ տղա, ես էի ուզում քեզ ցրածնեի, բայց դու ինքդ քեզ ցրվեցիր։ Այդ շատ լավ է։ Դե դավայ, մունետիկ, ցրի վարի, գնա, ցրվի։ Լավ էլի համբարձում։ Ես քեզ մունետիկ ցույց կտամ, ախմախ լակոտ։ Արա, բայց նենց է դզում, որ ինչ ասում եմ ընդունում ես, գիտես, շատ եմ ես սիրում ընդունակ մարդկանց, լուրջ եմ ասում, այդ այնց միշտ ընդունակ մունետիկ եմ ես, ապրես։ Դե փախար ստեղից է։